Կարծես թե այսպես կոչված եկեղեցու կողմնակիցները, թե եկեղեցու բարենորոգման կողմնակիցները իրանց պահվածքով ցույց են տալի, որ այդ այնուամենայնիվ այդ եկեղեցին եւ Քրիստոսը իրանց մեջ նստած չի։ Իրանց պահվածքով անգամ առաջերտին քրիստոնեությունը եւ Քրիստոսը ինքնին Աստված եւ մեր հայ առաքելական եկեղեցին քարոզում է խոհեմություն, սեր, դիմացինին հարգելու բանը, բայց չի նկատվում ոչ մի կողմից, ոչ էլ մյուս կողմից։ Սա շատ վատ տենդենս է։ Քաղաքական գործընթաց եք համարում այս կապակցությամբ։ Այո, իհարկե, միանշանակ, որովհետև պարզ է երևում է, որ Հայաստանում կատարվող այս հակամարտությունը արհեստական է, եւ մենք անգամ գիտենք որտեղից է հրանգը գալի։ Հրանգը գալիս այնտեղից, ում գործակալներն են երկու կողմներ։ Եթե Նիկոլ Փաշինյանը ասում է, թե եկեղեցու վերնախավը գործակալներ են, հա, կամ կոնկրետ վեհապահ գործակալ է, ապա ինչու չի ասում, որ ինքն էլ է գործակալ։ Այսինքն, կամ եթե դու գործակալական ցանցից, ռուսական գործակալական ցանցից մտադրված ես մաքրել եկեղեցին, ապա ինչու միայն այդ անձով կամ ինչու միայն հոգևոր դաշտում գտնվող գործակալներին, այլ ոչ թե գործադիր դաշտում եւս։ Տեսեք, հակասություն է ստացվում։ Չի կարելի քաղցկեղը հեռացնելուց ընդամենը քաղցկեղի մի հատվածը հեռացնել։ Ընդհակառակը դա կբերի էքսցեսների, որի մասին գիտեն Կրեմլում եւ որի համար էլ հենց հրանգը տրված է Նիկոլ Փաշինյանը, գործակալ Նիկոլ Փաշինյանին կատարել այս ամեն ինչը կիսատ պռակ։ Իմաստը ապակայունացնել վիճակը։ Եվ գտնվում են շատ մարդիկ են գտնվում, ովքեր իրանց խղճի ցասումով ասում են, այո, այս կողմն են բռնում ինչ-որ եկեղեցու։ Եվ այլ, հիմա ասենց հանդես գամ ինչ-որ տեղ չակերտներում, Նիկոլ Փաշինյանի փաստաբանը, հա։ Բայց այդ մարդը եկեղեցուն բան չի ասում, ընդամենը ինքը ասում է բարենորոգենք, հա, եկեղեցին։ Ինքը կոնկրետ անձի վերաբերել ասում։ Այսինքն այն տրամաբանությամբ, նույն տրամաբանությամբ մենք կարող ենք ասել, ինչու է Նիկոլ Փաշինյանին բան ասում։ Եթե Նիկոլ Փաշինյանին դուք համարում եք դավաճան կամ չգիտես ինչ, դա կնշանակի, որ դուք պետության դեմ եք։ Այսինքն եթե կոնկրետ վեհապարին ասում են, որ նա պիղծ է, որ նա էսա, այսինքն նշանակում է եկեղեցուն են բան ասում։ Այսինքն երբ որ կողմերից մեկի կողմից դու թեկուզ եւ ուղակի քայլերթի ես գնում, կամ գնում ես իրանց պատարակներին մասնակցելու, դու կամա թե ակամա ինչ կանել քո մտադրությունները ազնիվ լինեն կամ ըստ քո ինֆորմացիայի դու ճիշտ քայլ ես անում, դու մասնակցում ես Կրեմլից դրդված կեղծ հակամարտությանը եւ դրանով իսկ փայտ ես գցում այդ հակամարտության վրա։ Այսինքն պետք է քարոզը տարվեր այն ուղղությամբ, այսինքն այդ ազատական, ճիշտ, նվիրյալ մարդկանց կողմից, որ թողել իրանց կեղտի հետ, իրանց թարախի հետ գործակալական ցանցի երկու ներկայացուցիչների։ Այսինքն մաքսիմում կտրիչը պետք է իր շուրջը հավաքել իր անձնական նվիրյալներին, Նիկոլն էլ անձամբ իր անձնական նվիրալներով այնքան անեն, որ ծիծաղելի դառնային։ Բայց երբ որ դու կողքից մասնակցում ես կամ Նիկոլի քալերթին կամ վեհապարի այսպես կոչված, ընդունում ես իրան մինչև հիմա վեհապար, դու ակամայից այդ կրակի վրա փայտ ես լցում։ Ու կամաց եւ Կրեմլում աչոտ են տալի, հա, շատ լավ ծրագիր էր։ Տես կամաց քիչ ես անգամ զարմանում եմ, որ այդ process-ը չեն տենում, այսպես կոչված փորձառու քաղաքական գործիչները կամ իրանք իսկապես այս պահը վրիպել են, չեն ճիշտ գնահատականը տալի, կամ էլ ուրեմն դիտավորել հենց իրանց էլ են գործի լծել, որ ձեր ասածներով քիչ շիկացել։ Ինչպես միշտ ռուսական գործակալական ցանցը իրանք ճիշտ են, նենգ են, բայց շատ խելացի։ Չի կարելի թերագնահատել թշնամուն։ Իրանք միշտ մի գործողության մեջ մի քանի խնդիր են դնում։ Եթե մեկը պրավալի գնա, ես ինչ որ մի բան ստացան, այնի պրավալի գնաց, այնի ստացան, այնի պրավալի գնաց, ծրագրամը մինիմում միշտ ստանում են։ Հիմա այս հակամարտությունով իրանք այո, ծրագրամը մաքսիմումը այն է, որ տուրը դմփոցը բարձրացնեն Հայաստանում այն աստիճանի, որ սկսեն իրար խփել, հայոյել, այսինքն հայոյանքից է սկսում։ Ես նկատում եմ համացանցում անպարկեշտ բառեր արդեն մեկը մյուսի հասցեին, որը կարող է հասցնել որոշ
տուրու դմփոսների։ Ես տեսնում եմ ոնց են, ասենք, կարմիր բերետավորները մտնում են քաղաքապետարան, այնտեղ հարցեր են, եթե ազգային ժողովը իր անվտանգության ինչ-որ թիմն ունի, սաստելու համար որոշ գործողություններ, ես տեսնում եմ արդեն կարմիր բերետավորները քաղաքապետարանի ավականուն նիստերին են մասնակցում։ Այսինքն կամաց թեժացումը տանում են։ Գուցե ես տեսեք, գուցե այս կամ այն խմբակցության անդամները իրոք ի սրտե հավատում են այն ինչ որ իրանց հրամցրել են, բայց դրանց վերնախավը հատուկ հենց դիտավորյալ տանում է այդ բախման, տանում, դիտավորյալ տանում է, եւ յուրաքանչյուր խմբակցությունների կողմից երբ որ այդ բախմանը գնում են, շատերը գուցե ի սրտե են համարում, որ իրանք ճիշտ են։ Այդ մեծ նենգությունը հենց դրա մեջ է, որ իրանք ինքնուրույն մտածելակերպից զրկված են, որովհետև իրանց հավատարմությունը հայտնել են կոնկրետ անձի, ոչ թե գաղափարի։ Եթե գաղափարին նվիրված մարդիկ են, բայց հենց ձեր ղեկավարին ասեք Նիկոլ Փաշինյան, բայց դու եկար իշխանության մի բանի համար, որ պետք է նախկիններին պատժես, բայց ինչի՞ չես պատժել մինչև հիմա։ Ուրա թալանը, ուրա թալանացը, ուրա բանակում եղած գեներալների մասսայական դավաճանությունը։ Եվ այդ դավաճանների պատիժը ուրա չկա գոյություն չունի, սա վառ ապացույցներից մեկն է։ Ինչի ինքը չի անում, որովհետև այդ հրահանգը չունի Կրեմլից, որովհետև ոնց կարող է Կրեմլը հրահանգ տա իր մի վարչությանը վերացնել իր իսկ մյուս վարչությանը, Կրեմլի գործակալների, չի, դա անհնար է։ Դրա համար այս վիճակ ու յուրաքանչյուր բան կիսատ պռատ է արվում։ Մարդկանց թվում է, թե Նիկոլ Փաշինյանը այսօր եկել է ինչ-որ բան դզելու, ինքը չի դզելու, ինքը չի կարող օդից հնարած ինչ-որ բան ասի, ասի գիտես ինչ կա, այս ինչ մարդ է 24 վայրկյանում, չեմ ասում 24 ժամ, 24 վայրկյանում կբացայտվի, որ դա սուտ է, բայց ինքն այս բանայի հայտ բերում, վեհապարը ռուսական գործակալ է, վեհապարը ունի ընտանիք, այո գործակալ է, այսինքն եղած բանի վրա ինքը շիկացնում է, բայց սա լայնամասշտաբ մաքրումը չի Հայաստանի։ Տեսեք, եթե ինքը իսկապես սկսի այդ մաքրումը, վերջը դուրս է գալու ինքը իր վրա, որտեղ ինքն էլ է դա։ Չեք տեսնում մարդը ասում է Արևմտյան Ադրբեջան, հստակ ասում է, ու ոչ մեկ իր բերնին չի գալի։ Ազատատենչ Նիկոլ Փաշինյանը բերնին չի գալի։ Ազատատենչ հների, որ իրանց ժամանակ լավ էր եւ Արցախ էին պահում, մեկը բերնին չի գալի։ Ոչ մեկ, որտեղ իրանք գիտեն, իրանք ով են արա ինչ-որ բան խոսեն։ Իրանք պետք է Կրեմլից եկած հրահանգների շուրջ գործեն։ Եվ այդպես մինչև հիմա անում են։ Մի քիչ պրախոտը կբացենք, ասեն այս երկու թեզնել օգտագործեք, կօգտագործեք։ Հիմա տեսեք։ Քանի որ Հայաստանը ինքն իրան ճիշտ է փոքր տարածք է, բայց ռազմավարական եւ ստրատեգիկ առումով շատ կարևոր կետ է։ Տեսեք անգամ Տրամպը իր մեծությունից իջավ ներքև, Ալիևին ու Նիկոլին կանչեց, Իլհամին ասեց ստե ստորագրում, որ շատ կարևոր կետ է սա։ Հիմա դե այս կետը վերահսկում էր հələ որ Պուտինը։ Այսինքն իր գործակալների միջոցով երկու գործակալ Իլհամ Ալիև եւ Նիկոլ Փաշինյան, այդ Կրեմլի գործակալներն են։ Իրանց միջոցով ստե հակամարտությունը ուժեղացնում էին, մեղմացնելու process-ի մեջ մտնում էր նաեւ Նիկոլի լռելը, երբ որ Մակում Ալիևը ասում է 50-ից ավել մսկիթներ են ջարդել հայերը Արցախում, ձեն չի հանում, այսինքն մեղմացնում է, հա, թեկուզ եւ իօքուտ ադրբեջանական դա էլ է հաշվարկած, որովհետև ռուսական կայսրության եղբայրը դա Թուրքիան է, եւ ասենց ասենք քույրիկը եղբայրը թե ամուսնության պորտնյորը, որի ամուսնությունից կամ ասենց ասենք պորնկական կապից առաջացել է իրանց զավակ Ադրբեջանը, իրանք չեն կարող իրանցից անջատվել, իրանք կարող են արհեստական ցույց տան հակամարտություն, իրանք կարող են ցույց տան, որ կռվում են ինքնաթիռանդ է, մեկը մեկին բան ասում, բայց հետո այդան Միջին Ասիայում իրար փաթարվեն, գուրգուրվեն, հետո միասին գնան Շանխայյան համագործակցություն, իրանք չեն կարող, այսինքն նույն բռնատիրական բլոկի մեջ են եւ լուրջ հակամարտություններ ունենան, իրանք կարող են ընդհանրապես ցույց տան եւ խափեն աշխարհին, իբր խափեն։
Եվ այդ ամբողջից ելնելով այս կետը շատ կարևոր է։ Եվ այս մեր կետի շուրջ Պուտինը ուներ լրիվ այլ ծրագիր։ Կետ ասելով Սյունիքի ճանապարհն է։ Հայաստանը ինք իրանով հենց կետ է։ Ամբողջ Հայաստանը։ Այո, ամբողջ կետ է։ Եւ անունը դրեցի Սյունիքի Միջանցք։ Թե ինչի Միջանցք 1, երկրորդ ինչի Զանգեզուրի, կներեք, Սյունիքին էլ չեն օգտագործում, Զանգեզուր են օգտագործում։ Այդ բառը։ Այսինքն իրանք ապստամբում են այն դեպքում, երբ որ մենք Արարատ լեռը, որը գրված է Բիբլիայում, Բիբլիայում Աստվածաշնչում է գրված, կամ հрьяաների Տորայում, կամ բոլոր սուրբ գրքերում Արարատ բառը գրված է, իրանք ասում են հանկարծ չօգտագործեք եւ չօգտագործեք այդ սիմվոլը, այսինքն իրանք միայն Հայաստանի դեմ չեն հետում, ամբողջ քրիստոնեական աշխարհի դեմ են հետում, ասում են աղրի դագ է ինքը, всё, վերջացավ։ Լավ, աղրի դագ է, բայց Արարատյան դաշտավարներ մենք պետքա կոչենք աղրի դաղի դաշտավայր։ Այսինքն, տեսեք, իրանք նենգա փոխում են, անվանա փոխում են, Սյունիքը կոչվում է Զանգեզուր, չէ՞։ Ոչ մի ծպտուն այս ազատական իշխանության կողմից։ Ոչ մի ծպտուն, որովհետև հրանք ունեն, որովհետև այդ արք ու վաճառքը արդեն ռուսները թուրքերի հետ կատարել են։ Հայաստանը վաճառում է Կրեմլը, թե հիմա ում միջոցով, ում ձեռքով, եւ շատ հարմար է, գիտեք, այն մեկ քայլ շաշկի խաղացողների համար, այսինքն դաժե շաշկի խաղացողն է 2-3 քայլ հաշվում, մենակ շախմատ խաղացողը չի, որ մի քանի քայլ առաջ պետք է հաշվես։ Նիկոլա Թուրք է, հա, ինքը այսօր թուրքամետ քաղաքականություն է կատարում, բայց ոչ թե ինքնուրույն է դա անում, այլ որովհետև ռուսական կայսրությունն է իրան հրամայ, ասում ապեր, ես քեզ վաճառել եմ արդեն, սես պիտի անես։ Ինքն էլ որպես հլու հնազանդ գործակալ ենթարկվում է ու կատարվում է։ Այո, շատ հեշտ է նորից եւս տեսեք արդեն երկակի բան, չէ՞։ Երբ որ ասում եմ Կրեմլը ինչ-որ մի ծրագիր անում է, մի քանի վարիանտ է հաշվում։ Նաեւ այս դեպքում ռուսն ինչ անի, մենք ինչ անենք։ Նիկոլնա ու թուրքերը։ Տեսեք, մի քանի բան, ռուսելի միշևերջ մնում է, այսինքն հայ ազգի փրկիչը, հա։ Այդ ոնց է հայ ազգի փրկիչը մնում, եթե Վանի հանրապետությունը 1915 թվականի մայիսից հունիս 2 ամսվա հանրապետությունը, որը ձևավորվել էր Արամ Մանուկյանի գլխավորությամբ, բանակ էր ստեղծել արդեն, էլի ռուսները խաբեցին, հանեցին։ Ամբողջ Վանը իրանք դատարկեցին նույն ձև, ոնց որ դատարկեցին Արցախը։ Նույն ձև, սցենարը մեկ-մեկ կրկնվում է։ Երբ որ մենք պատմությունից ենք խոսում, մեզ ասում են, արա դե լավ անցած բաներ են, հիմիկվանից խոսա։ Արա դե անցածը որ չիմանաս։ Հիմի ինչ գիտեիր որ պետք է։ Այ չգիտեիք հիմի։ Չէ, անցածը չգիտեիք որ հիմի Արցախ եղավ։ Որ ռուսը տական կա, ռուսը հանձնելու է։ Ռուսը եթե չի ուզում կամ չի կարող, չակերտում, չկարողացավ 30 բնապահպանի դեմը առնի, հա, Արցախի Լաչինի այդ մոտ, պարզավոր վաճառելի էր։